Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի ծառայողներ։ Արդեն 4-րդ տարին է, ինչ գործարկել ենք նոր ձևաչափով ոստիկանությունը ներքին գործերի նախարարության քաղաքացիական կառավարման ներքո։ Փոփոխությունները ներթափանցել են ոստիկանության բոլոր շերտերը, մեծ համատեքստից մինչև կառուցվածք։ Արդյունքում ինստիտուցիոնալ առումով ձևավորվել է հաշվետու, ժամանակակից և հանրությանն ավելի մոտ կանգնած նոր ոստիկանություն։ Սակայն այդ փոփոխությունների իրական արժեքը, սիրելի ծառայողներ, ձեր ծառայության մեջ է, ձեր նվիրումի և խիզախության մեջ է։ Եվ ուրեմն ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության օրվա կապակցությամբ։ Այսօր ոստիկանությունը ոչ միայն իրավապահ մարմին է, այլև մեր պետության կայունության, ներքին անվտանգության և խաղաղության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Ձևավորված են ոստիկանության բոլոր 4 հենասյունային ուղղությունները, որոնց ներուժը ողջ ծավալով առավել քան երբևէ կարևոր է պետականության շարունակականության, խաղաղության ջանքերի ամրապնդման համար։ Մենք ձևավորել ենք դիմակայուն, կուռ համակարգ, այն հստակ գիտակցումով, որ որքան հզոր է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունը, այնքան հզոր է Հայաստանի Հանրապետությունը։ Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, խիզախություն և սկզբունքայնություն։ Եվ այս մեկտեղումն է, որ մեզ թույլ է տալիս արձանագրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության աճ, ցուցանիշը հասցնելով 61%-ի։ Այս մեկտեղումն է, որ թույլ է տալիս միջազգային տարբեր ռեյթինգավորման համակարգերով Հայաստանի Հանրապետությունը դիտարկել անվտանգ պետություն։ Եվ Հայաստանն այս տեսանկյունից ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90.27 գործակցով։ Մենք գիտակցում ենք իսկապես, որ դեռ կան լուրջ մարտահրավերներ, սիրելի ծառայողներ, մտածողության փոփոխությունից մինչև համակարգի ավելի կայուն և զարգացած աշխատանք։ Սակայն վստահ եմ, որ միասնական ջանքերով, հետևողական ջանքերով, այս առաքելության գիտակցման ճանապարհով կարողանալու ենք հաղթահարել բոլոր խնդիրները և լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու առօրյա կյանքի որակը բարելավող բոլոր հարցերը։ Բայց և սրա կողքին ոստիկանի ամենօրյա, շուրջօրյա անխոնջ առաքելությունն է ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին և լինել այն աներեր սահմանը, որը բաժանում է կարգը անկարգությունից, անվտանգությունը անորոշությունից։ Այս կարևոր առաքելության իրականացման համար շնորհակալություն եմ հայտնում ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի, որի բարդ, պատասխանատու և մարտահրավերային այս ժամանակահատվածում կատարած աշխատանքը հաստատուն է, կայուն է և իշահ է Հայաստանի Հանրապետությանը։ Դուք պաշտպանում եք մարդկանց և պիտի պաշտպանեք մարդկանց արդարության զգացումը և անվտանգությունը։ Ձեր ամենօրյա ծառայությամբ ապահովում եք այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր է պետության բնականոն զարգացումը և հարատևությունը։ 108-ամյա պատմության մեջ այդ նպատակի իրականացման իրենց անմնացորդ ծառայությունն են բերել հազարավոր ոստիկաններ։ Հավերժ փառք ու խորին խոնարհում երկրի սահմանի պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների վառ հիշատակին։ Ոստիկանության հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շնորհավորում եմ նաև մեր սիրելի վետերաններին, որոնք իրենց նպաստն են բերել համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործում։ Մեծարգո վարչապետ, անձամբ իմ և ներքին գործերի նախարարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աներկբա վստահության և աջակցության համար, հավաստիացնում եմ, որ համակարգը ամուր և հուսալի հենարան է Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման, զարգացման, խաղաղության ամրապնդման համար, այդպիսի համակարգ եղել է, կա և ոստիկանության ամբողջ համակարգը շարունակելու է լինել այդպիսին, ծառայելով Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այսպիսով ոստիկանության ուժը պետության կայունությունն է,
ոստիկանության կարգապահությունը, օրենքի գերակայությունը, ոստիկանության ծառայությունը, պետականության շարունակականությունը։ Շնորհավորում եմ եւ արժանապատիվ ծառայություն եմ մաղթում բոլորիդ։ Շնորհակալ եմ։